Բարի լույս, շատ կարևոր թեմայի մասին եմ ուզում խոսեմ, նկատեցի, առավոտից ճիշտ ասած ես ջղայնացած է, որ դու լրատվականներով էլ իմ նկարներն افռում իմ անձի հետ կապված եւ նկատեցի, որ Հասմիկ Հակոբյանը մեր ԿՊ-ի պատգամավոր ուրեմն եւս ցավոտ թեման բարձրաձայնել էր լրատվականների երեխայի նկարներին տեղադրեմ Նախ ասեմ, որ Տիկին Հակոբյանը շատ մեղմ է վերաբերվել, ինչը որ չի ցանկանա, ես կցանկանայի, որ Տիկին Հակոբյանը ավելի խիստ դատապարտեր դա եւ ավելի խիստ ընդուներ այն փաստը, որ այո չի կարելի, մարդը պրոստը կրթվածությունից ելնելով ուղղակի ոչինչ չի անում, ուղղակի զգուշացնում է, բայց տեղադրել լուսանկարը երեխայի եւ կապել քաղաքական հայացքների հետ եւ ինչ որ մի գրառման հետ, որ ընդհանրապես անչափահաս երեխեն կապ չունի։ Ես կարծում եմ, որ պետք է այս հարցով շատ լուրջ զբաղվի լրատվականների, նախագահ չունենք, բան չունենք այդ լրատվականներին, ոչ մի բան չունենք։ Սաթիկ Սերյանյանը մենակ պրտվի կամերայի առաջ նստի։ Տիկին Սերյանյան, դու ինչ ես մտածում դրա մասին։ Օրագիրը պղծում է մարդկանց մեկ, ժողովուրդը անչափահաս երեխեքի նկարներ է դնում։ Լրատվականներից այսօր միտեղ տեսել եմ, նկատել եմ, որ մեր լուսանկարն են դրել իմ, հիմա էլ գրել են Անիտա Հարությունյանը դարձել է ՀԿ-ի նախագահ։ Այո, Անիտա Հարությունյանը վերականգնել է իր ՀԿ-ն, ավանգարդը, եւ այո, ավանգարդ ՀԿ-ի նախագահն է։ Հատուկ ձեր համար բեջ եմ դաժե պատրաստեմ, որ ճպսնեմ ձեր աշկին, այն հարցնողներին։ Չի կարելի թիրախավորել տան անդամներին։ Շատ լուրջ խնդիր է սա մեր Հայաստանի Հանրապետությունում։ Իրականում լուրջ խնդիր է։ Լուրջ խնդիր է լրատվականների փնթի աշխատելաձևը։ Լուրջ խնդիր է լրատվականների կեղտոտ գրառումները։ Գարշահոտից դուրս եկած որոշակի ճակերտավոր իրենց կոչած լրատվականները արդեն զզվացրել են մեզ։ Զզվացրել եւ սրան վերջ չկա, չգիտես ինչի։ Վերջը պետքա մի բանի, պետքա գոնե սանձել։ Այսինքն լրատվականը գալի հրահրում է, մարդը ստիպված մի երկու բառ ասում է, գնում են մտնում են դատարան։ Այս լրատվականների հարցը, այս լրատվականների խնդիրը, այս լրատվականների փնթի աշխատելաձևը ես պաշտոնապես գրություն ուղարկելու եմ վարչապետի աշխատակազմ, որպեսզի եւ ինքս նույնիսկ հարց եմ բարձրաձայնելու, առաջին խնդիրը լինելու է դա։ Հայաստանի Հանրապետությունում պետք է լրատվականները ունենան իրանց ցենզուրա։ Ցենզուրայից դուրս հարցեր չտան։ Ունենան իրանց գրանիցան, որ պետք է այդ գրանիցան չանցնեն։ Ունենան իրենց պահելաձև, այլ ոչ թե լկտի լպիրճի նման վազեն մարդկանց հետևից։ Ունենան խոսալե ձև վարչապետի հետ, այդ թվում նաև։ Ունենան կրթվածություն, որ ամբախ զամբախ դեբիլ հարցեր չտան։ Հոգնել ենք ժողովուրդ, ծնված մարդը դառնում է լրագրող ու վազում վարչապետին անկապ հարց տալի, տեղադրում լուսանկարներ, փնովում մարդկանց ընտանիքն ու մարդկանց ինքնասիրությունը ոտնատակ տալով։ Որքան կարելի է հանդուրժել սա։ Ուստի առաջի հարցը լինելու է իմ հասարակական կազմակերպության շրջանակներում քննարկվող հարցը դա լրագրողների հարցն է լինելու։ Պետք է ունենանք այնպիսի մի օրենք, որ լրագրողները վերջապես հասկանան, որ դա կարմիր կետ է, չպետք է անցնել այդ կարմիր կետը։ Դա այն կետն է, որ պետք է այդ կետում կանգնել, առաջ չգնալ։ Այլապես կենթարկվեն պատասխանատվությամբ եւ լրագրողը, եւ լրատվական իրենց կայքը, որ կայքի տերը չասի, ես այդ օրը գործի չէի, չգիտեի ով ինչ հրապարակեց։ Չկա տենց բան։ Պատասխանատու պիտի լինեն յուրաքանչյուր հրապարակման, պատասխանատու պիտի լինեն յուրաքանչյուր արտահայտության։ Օրվա լրագրողը այդ օրը խմբակցությունում իրանց ով կհրապարակի, ինչ նյութեր, ով նյութի հեղինակը կլինի, տնօրենը թե կլինի, թե ոչ, դա օրենքի սահմաններից դուրս եթե լինի, պետքա պատասխան տան, եւ վсё, դա է լինելու։ Իմ առաջի խնդիրը
այս Հայաստանի Հանրապետություն դա լրագրողների սանձարձակ վարքագիծը վերանայելն է լինելու։ Մարդու անչափահաս երեխուն վերցրել եք Տիկին Հակոբյան, եկեք օրենք ընդունենք այնպիսի, որ այո, վերջապես, թող որ ազգային ժողովը քննարկման մտցնի այնպիսի մի օրենք, որ լրագրողները հասկանան, որ պետք չի անցնել ընտանեկան դաշտ, պետք չի անցնել անձնական դաշտ, անձնական անկողին պետք չի մտնել, եւ վերջ-վերջո անձնական իրերին պետք չի կպնել։ Ունենք քաղաքական հայացքներ, քննարկում են քաղաքական դաշտ, քաղաքական հայացքներ, քաղաքական գործեր, չունենք լռում եք։ Պետք չի վերցնել ասել Անիտա Հարությունյանը մերկացավ այսինչի համար։ Պետք չի վերցնել ասել Հասմիկ Հակոբյանի падգամավորի երեխան այսինչ, երեխեք ջան, վերջ տվեք։ Ամոթա լրատվականների յուրաքանչյուր արտահայտությունը դա կարելի է նաև խոցելի լինել քաղաքացու համար։ Այսօր Տիկին Հակոբյանն էր ուժեղ լռեց։ Ես ուժեղ էի մի կերպ տարանք դատական process-ներով լռեցինք եւ հաղթահարեցինք օրագրի արածը կամ բազմիցս լրատվականների արածը, որ վերցնում գցում են դատապարտված է, բայց չգիտեն ինչի համար։ Մի հատ չղ կրակոց են տեսել, շարիկ կրակոցով ասում են դատապարտված է։ Դատապարտված չի Անիտա Հարությունյանը։ Անիտա Հարությունյանի վրա շինծու գործ է կարված։ Նույնիսկ դատավորը չի լսել, դաժե դիսկերի մեջ ինչերա կատարվում։ Ես այդպես բան չեմ տեսել։ Հասկանում եք։ Կամ բաներ, որ կարելի այո մարդու ճակատագրի հետ խաղալ, արտահայտություններ եք անում, ինչ որ բաներ եք հրապարակում, որ կարա դա մարդու կյանքի վրա բիծ թողի, ինչպես նաև իմ կյանքի վրա է շատ բիծ թողե, նույն տրյապկա փալաս օրագիրը, դաժե ներողություն չի խնդրե, կակ բուտ իրան տենց էլ պետք էր, դեռ հələ դատական գործ պետք է բացեմ դրանց վրա։ Լրատվականներից լիքը մարդիկ սովորական քաղաքացիները տուժվել են։ Վերջ տվեք եւ այո պետքա օրակարգում մտցնել այնպիսի մի կետ օրենքի շրջանակներում, որ լրագրողները հասկանան, վարչապետի հետ խոսելու ձև իմանան։ Ինչ է նշանակում կանգնել վարչապետին ասել դուք դավաճան եք։ Ով է այդ իրավունքը թույլ տվել։ Ես առաջարկում եմ քննարկման դնել լրագրողի պահվածքը բոլոր լրատվականների եւ առաջարկում եմ ունենալ այնպիսի մի կետ, որ լրագրողները իմանան իրենց տեղը։ Եվ եթե այդ կարմիր գիծը անցան, ուրեմն պետք է շատ խիստ պատժվեն։ Բայց ոչ թե միայն լրագրողը, այլ նաև լրատվական կայքի հեղինակը, համ հեղինակը, համ տնօրենը, համ հիմնադիրը բոլորը։ Պատասխանատու պիտի կրեն բոլորը։ Այսօր ոնց է մտնում ենք օբյեկտներ, եթե մեկը մի օբյեկտում ծխում է, 50,000 դրամ նրան է ստուգանում, 200,000 դրամ օբյեկտին է ստուգանում։ Մատուցողին տուգանում է օրինակ 150,000 դրամ, որ մոխրաման է բերել։ Նույնն էլ պետք է լինի լրատվականներին։ Եթե ինչ-որ մեկը համաձայն է ինձ հետ, խնդրում եմ նյութը կիսվել, քանի որ ես մեծ նպատակ ունեմ այս ծրագիրը իրականացնելու։ Այսքանը լրագրողների մասով շնորհակալություն։